Բարև ձեզ, ես Արտյոմն եմ, Ազատ Ազանի հավաքականության կազմից եւ ARMPRF-ի տնօրենը։ Այսօր ձեզ կներկայացնեմ շատ սպասված, իմ կողմից հաստատված MPA-ի 6 mm դաշր դրամաչափի զենքը, որը մեծ ջանքերի շնորհիվ բերեց Ազատ Ազանի թվան խանութը Ամերիկայից ներկրեց։ Խոսենք մի քիչ զենքի մասին։ Ուրեմն MPA ֆիրման ինքը ստեղծվել է 2000 թվականին, ինքը սկզբնականում նախատեսված է եղել ատրճանակների պատրաստելու մեջ, 2008-ից ինքը ավելի ուղղությունը փոխել է դեպի հրացանները, սկսել է սարքել շասիներ, ինքը ավելի շատ շասիներ սպորտի համար հիմնականում, ավելի շատ ինքը մասնագիտացել է հրացանների մեջ 2014 թվականներին, ինքը սկսել է պատվիրել փողեր, տրիգերներ, ձգաններ, փողաբերանի արգելակներ տարբեր ֆիրմաներից ու նախատեսված հենց իր զենքերի համար։ Masterpiece Arms ֆիրման անհատական զենքեր հավաքում պատվերով ու ունի ինքը իր ոնց որ խանութում վաճառվող զենքերը, որը էլի շատ լավ հավաքած են, շատ որակով հավաքած են սպորտի համար։ Ինքը աչքի անգնում նրանով, որ իր զենքերը կարաս հենց տուփից անես ու միանգամից կրակես, ոչ մի բան պետք չի իրան անել զենքի հետ կապված, կարաս ուղղակի ավելի լավացնես իրան, փողաբերանի արգելակը փոխես, ոտքեր դնես, լավ օպտիկա դնես, ասենք տրիգերդ կարաս տրիգերը ձգանի մասին է խոսքը, կարաս ավելի շատ ռեգուլիրովկա անես քո ուզած չափի, օրինակ իմ տրիգերը ես կարգավորել եմ, ինքը մոտավորապես 80-ից 100 գրամ է, իմիջայլոց է տրիգերի հետ կապված, որ ասում են շատ թույլ է, սպորտի մեջ շատ թույլը շատ լավ է, որտեղ ձգելուց ինքը չի խանգարում քեզ, ոչ մի ավելորդ շարժում չի վերում ձգանը սեղմելուց ու զենքը չի շարժվում։ Նման տիպի զենքերը հիմնականում նախատեսված են, որ իրանց չխանգարես, իրանք կարող են շատ լավ կրակեն, իրանց ուղղակի դու պետքա ճիշտ ուղղորդես ու ճիշտ ձգանը սեղմես ու ինքը իրանով իր գործը կանի, պետք չի իրան խանգարել, մենք դա կփորձենք, կտեսնենք։ MPA զենքերը շատ լավ բալանսավորված են, իրանց ծանրության կենտրոնը հիմնականում մեջտեղ է, բայց իր շասին ներկապային մեր շասի One Quish-ն է, իր տոպովի շասիներից է ինքը, վերջի մոդելներից է, ինքը ունի իր վրա ծանրացնելու տարբեր հնարավորություններ, կարող ես մեջից ծանրացնել, որը որ ես եմ արել, կարող ես կողքերից ծանրացնել, բոլոր MPA զենքերը հիմնականում օժտված են արգառելով, որ կարողանաս քո ոտնակները հետ առաջ տանես կամ քո երրոտանու վրա ձգես, որտեղից որ քեզ հարմար է, բացի իր հիմնական արգառելը ինքը ունի առաջացված արգառել, որը որ պատտելու դեպքում դառնում է պիկածինի, ինքը էլի ավելի լավ օգուտ է տալիս, ինչ առումով, որտեղ մենք գիտենք, որ ոտնակները ինչքան առաջ լինի, այնքան զենքը ավելի կայուն է լինում։ Կոնկրետ իմ զենքի վրա ես տեղադրել եմ MDT-ի ոտնակներ, տեղադրել եմ Schmidt Bender-ի 636 PM2 մոդելի նշանոցը, որը շատ լավ նշանոց է, ինքը շատ լավ պատկեր է ապահովում, իր թմբուկների կրկնությունը շատ ճշգրիտ հետաբերում, կրկնությունը շատ լավն է թմբուկների, ինչքան առաջ ես տամ այդքան հետաբերում, ինքը ոչ մի միլիմետր չի շեղվում ոչ մի տեղից։ Կարող ես լավ կարգավորես, իր դիոպտրիան, պարալաքսը, ամեն ինչ շատ լավն է, ինքը տոպովի օպտիկաներից է, շատ լավ օպտիկա է։ Ես իմ զենքի վրա ավելացրել եմ, պատվիրել եմ MPA-ից եկել է հենց կոնկրետ MPA-ի արտադրած DN5 փողաբերանի արգելակը, բաց արգելակը, իմիջայլոց արգելակների հետ կապված, արգելակները մեր հիմնականում լինում են բաց եւ փակ տեսակի, մեր մոտ ընդունված է, որ փակ արգելակը շատ ավելի լավ է, ասենց ասած գլուշիցել է, բայց ինքը գլուշիցել չի, sound moderator են ասում ռուսերեն, իրանց տարբերությունը երկու բառով ասեմ, ուրեմն փակ արգելակները իրանք նախատեսված են հիմնականում ձենը խլացնելու եւ դեմի կրակը մարելու համար, որ կրակոցը ավելի անտեսանելի դառնա, իսկ բաց արգելակները նախատեսված են հետ հարվածը պահելու համար։ Ըստ դրա բաց արգելակները շատ ավելի լավ են հետ հարվածը պահում, քան փակը, ուղղակի ձենի պակասի դեպքում դուք որ ձենը կամաց եք լսում, ձեզ թվում է որ հետ հարվածն էլ է թույլ, բայց չէ, իրականում բաց արգելակները, որակով բաց արգելակների մասին է խոսքը, օրինակ տվյալ պահին մեր DN5-ը շատ լավ է, ինքը հետ հարվածը պահում, էլի լավ արտադրողներ կան, Ապանա, օրինակ Չադնա, որոնք մոտավորապես 70% հետ հարվածը զենքի պահում են։ Հետ հարվածը մենք ինչպես գիտենք, կախված է համբուշտից, բարութի քանակից, գնդակի քաշից ու զենքի քաշից։
ըստ դրանով ինքը ձևավորում է իր հետհարվածի ուժը։ Ինչքան զենքը ծանր լինի, այնքան հետհարվածը քիչ կլինի, ինչքան փոխաբերային տարգելակը լավը լինի, այնքան հետհարվածը քիչ կլինի։ Ինչի համար եմ հետհարվածից խոսում, որտեվ հետհարվածը մեզ խանգարում է մեր կրակոցը խոցումը տեսնելուց, եթե դու քո խոցումը չես տեսնում, ոնց որ քո կրակոցը անիմաստ է դառնում ու չես կարող հասկանալ դու երկրորդ կրակոցդ որ կողմ ուղես։ Դա համար շատ կարևոր է, էլի, որ ճիշտ փոխաբերանի արգելակ ընտրեք, ճիշտ զենք ընտրեք, ճիշտ ծանրություն, ճիշտ փամփուշտ։ MPA-ի մասին ինչ ասեմ, ինքը հենց առաջի հայացքից ես իր մասին շատ էի կարծել, շատ էի լսել ու շատ էի ուզում ունենալ ու ոնց որ բախտ վիճակվեց ունենալու։ Ամեն ինչ արածա սպորտի համար իր բոլոր կարգավորումները կա թե խզակոթի վրա, թե բռնակի վրա, թե ինքը տեղ ունի կարգավորելու շասի ծանրություն կամ ասենք ստեղ հավելյալ բռնակի տեղեր կա դնելու կարաս տակը էլի հավելյալ սարքեր դնես, որոնք բարձիկի վրա ավելի հեշտ են պահում, ավելի ստաբիլ են պահում զենքը։ Կոնկրետ մեր պարագայում ինքը գործարանային է եկել, որ ուշադրություն դարձնենք։ Ձգանի կողքը մատը դնելու համար տեղ կա, տեղ է նախատեսված, որ դու հետ կամ առաջ մատը չդնես, ինքը մատը ուղիղ գալիս է ձգանի վրա, մատը ուղիղ գալիս է ձգանի վրա ու այս ուռվածությունը չի թողնում, որ դու ավելի շատ սեղմես կամ մատիդ ուրիշ մասը աշխատի։ Մատիդ ձգանի հետ աշխատելու մասը, մատի առանջի ֆալանգայից մեջտեղի մասը շատ ստաբիլ ընկնում է ձգանի վրա ու դու կարողանում ես ճիշտ սեղմես, ճիշտ կրակոց կատարես։ Բթի համար դնելու էլի տեղ կա նախատեսած, հենց գործարանային ինքը գործարանային հենց ասեցի, ինքը շատ հարմար է կրակելու համար, ես իր վրա շատ քիչ եմ փոփոխություններ արել, օրինակ ոտնակներ եմ ավելացրել, կոնկրետ իմ պարագայում իմ մոնոբլոկի վրա հարթաչափ կա, բայց դա ինձ չէր գոհացնում, ես ավելացրել եմ էլեկտրական հարթաչափ, որը շատ ավելի զգայուն է ու երբ որ ինքը լույս է արձակում, հեսա ցույց տամ ձեզ։ Ու ինքը տարբեր, եթե իրան ճիշտ չես պահում, ինքը ճիշտ պահելու դեպքում, եթե հորիզոնը ճիշտ ես պահի, ինքը կանաչա լինում։ Թեթև թեքելը ձախ աջ, ինքը արդեն լույսը փոխում է ու դա ավելի ինֆորմատիվ է, դու ավելի շուտ ես դա աչքով տեսնում, քան թե մի հատ հայացք գցես, նայես քո հարթաչափը ճիշտ է դրած թե չէ, ու այդպես ճիշտ է աշխատում։ Ճիշտ է, սա պատերազմական պայմաններում ինքը հավելյալ լույս է, որը քեզ կխանգարի, բայց մենք խոսում ենք սպորտային զենքի համար, իսկ պատերազմականի համար էլ նման տիպի հարթաչափեր կան, ուղղակի իրանց լույսը ոչ թե ստեղ է, իրանք օպտիկական մալուխներով բերում են, հասցնում են նշանոցի մեջ ու դու քո աչքի մոտ ես տենում այդ լույսը ու էլի ինֆորմատիվ է, էլ պետք չի աչքդ մի հատ նորից հայացք գցես հարթաչափին նայես կամ գիշերը դու չես կարող հարթաչափը տենաս էլի, իսկ նենց օպտիկայի մեջ քո աչքերի մեջ այդ լույսերը եմա դու ստաբիլ կարող ես քո հորիզոնը պահես։ Ասեմ, որ իր փակաղակը շատ լավ է աշխատում, շատ փափուկ է աշխատում, ստաբիլ փափուկ ու ձգանը շատ փափուկ, նենց որ սպորտի համար իդեալական է։ Զենքի վրա նաև նախատեսված է նույնպես կա հարթաչափ։ Ես հա ցույց տամ, սա, որը զենքի հարթությունը էլի հորիզոնը կարող ես ճիշտ պահես։ Հորիզոնը շատ կարևոր է, զենքի հորիզոնը ճիշտ պահելը շատ կարևոր է կրակոցը կատարելու համար, որտեղ եթե հորիզոնը թեթև շեղվեց, դու քո կրակոցը ճիշտ չի լինի։ Նման կրկնություն չի լինի, չես կարող առաջին նման կրակես, էլի, եթե առաջին սխալ ես կրակե, երկրորդը էլի չես կարող նայես ոնց է սխալ կրակե, տես կրակես, եթե հորիզոնը բերում ես կենտրոն, հորիզոնով կրակում ես, հորիզոնով քո ճիշտ հորիզոնը գտնում ես, քո զրոն դզում ես, ըստ դրա քո հորիզոնը պահելով դու բոլոր հեռավորություններդ կալկուլյատորով հաշվելով կարող ես հերթով խոցելով գնաս։ Կիշնենք ներքև կրակենք, ցույց կտամ ձեզ ոնց է լինում։ Խոսենք մի քիչ բանի փամփուշտի մասին։ Ես նախընտրել եմ 6 մմ դաշեր, 6 մմ իր տրամաչափն է։ Դաշերը ինքը սպորտային փամփուշտ է, ինքը ստեղծվել է 6 մմ բիերի հիման վրա, եւ 6 մմ բիերը նույն փամփուշտն է, ուղղակի այս պարկուճը մի քիչ այս ուսերը մի քիչ ավելի կարճ է։ Ինքը մի քիչ բարձրացրել են սպորտսմենները ուսերը, որպեսզի բարութը մեջ ավելի շատ տեղավորվի, ու իր սկզբնական արագությունը ավելի շատ լինի, ու ինքը ավելի արագ է լինում, ավելի ստաբիլ է լինում, ու իր խումբը ավելի խիտ է լինում։ Ասեմ, որ դաշերը ինքը աշխարհի ռեկորդակիր է, իրանով կրակել են 1000 յարդի վրա, ամենալավ խումբը ստացել են 6 սանտիմետր, 6-ից մի քիչ ավել, էլի, որ պատկերացնեք 1000 յարդը 910 քանի մետր է ու 6 սանտիմետրն էլ լուցկու պաճկ են, 10 հատ կրակել են ու նույն տեղը ինքը կպել է 6 սանտիմետրի մեջ, հենց որ շատ ընտիր փամփուշտ է։ Ես նախընտրել եմ Berger-ի 109 grain long range-ի համար նախատեսված գնդակները, իր մարկերովկեն կոչվում է 109 LR HP long range hybrid target։
տենց է բացում էլի իր բանը։ Շատ լավն է, ես ճիշտ է նոր եմ վերցրել այս զենքը, նոր եմ փորձեր անում, հələ այդքան շատ չեմ իրան փորձարկել, բայց հուսով եմ լավ կտանջեմ, ինքն էլ ինձ շատ բաներ կսովորացնի։ Ասեմ նաև, որ նմանատիպ զենք ունենալու համար շատ բան պետք չէ այսօրվա դրությամբ, կարող եք ուղղակի դիմել մեր թվանք ռազմախանութը, եթե տեղում արկա չլինի, կարող եք պատվիրել ձեր նախընտրած տրամաչափը, ձեր նախընտրած փողով, ձեր նախընտրած շասիով, ձեր նախընտրած լիգերով, ինչ ուզեք, MPA ամեն ինչ ապահովում է ու ձեզ կարող օգնի թվանք ռազմախանութը։ Այսօրվա դրությամբ հրաձգությունը շատ ավելի հեշտ է դարձել, քան ասենք մի 5 կամ 4 տարի առաջ, որտեղ մենք ունենք հայրենական արտադրողներ, որոնք մեզ ապահովում են թե բարձիկները արտադրելով, թե շորերը արտադրելով, օրինակ ներկա պայմանին վրա ես հագել եմ հայկական արտադրության շորեր, զինվիրի արտադրածը թե իմ մայկեն, թե իմ շալվարի համար էլ ասեմ, որ ինքը նախատեսած է գրպանիկներ, այդտեղ կարող ես հավելյալ ծնկակալ դնես ու կարողանում ես չոքես քո ծնկերը չվնասելով, շատ հարմար է, որը մենք չունենք մի 2-3 տարի առաջ ու այդտենց ստից մանր բաներ առնելու համար մենք ընկնում ենք սայթերով ման էին գալի, բերում ենք, հետո այդ ասում են մեզի չի կարելի ռազմական է, էսա այնա, բայց այս վարությամբ մենք շատ ավելի հեշտ կարող ենք զբաղվել հրաձգությամբ, թե սպորտային, թե սիրողական, թե որսորդությամբ ունենալով հայրենական արտադրության շատ պարագան էր։ Փորձենք գնանք մեր 100 մետր ճշտադրման տեղամաս, բայց չենք կրակի փունջ, ավելի հետաքրքիր բաներ կմտածենք կանենք։ Հետո կիչնենք հեռու կրակենք, փորձենք հասկանալ զենքի բալանսը ոնց է արած, կարանք մենք զենք առանց զենքին բռնելու կրակենք ու խոցենք թիրախ, փորձենք դա հասկանալ, պետքա որ ստացվի, որտեղ ինքը իդեալական բալանսիրովկա ունի ու կրակելուց ես հետ հարված իրազգում եմ, պետքա որ ինքը իրան առանց իրան կպնելու, պետքա որ ինքը նույն ձևի կրակի ու հետո փորձենք 1000 մետր կրակենք, ինքը նախատեսված է կոնկրետ տվյալ փամփուշտը նախատեսված է 1200 մետր, որ ինքը պետքա ստաբիլ կրակի։ Իր սկզբնական արագությունը ես ստանում եմ մոտավորապես 900 մետր վայրկյան, մեր տվյալ ջերմաստիճանին, հիմա 30 մոտավորապես 30 աստիճան է, 900 մետր վայրկյան է ցույց տալիս իմ արագաչափը, ըստ դրա ես մուտք կանեմ կալկուլյատորի մեջ ու փորձեմ կրակել, մնացածն էլ իրար հետ կնայենք։ Ոնց խոստացել ենք, եկել ենք 100 մետրի տեղամաս ու չենք կրակելու խումբ, այլ կկրակենք ավելի հետաքրքիր բաների վրա կրակենք, զենքը դզելուց հետո կփորձենք կրակենք կարտերի վրա, ուղղահայաց դրած, մեկ էլ 22 LR-ի պարկուճիների վրա, տենանք ոնց կստացվի։ Հիմա զենքը դզեմ։ Փորձենք։ Մի հատ էլ փորձեմ։ Այստեղ շատ կարևոր է փամփուշտները չտաքացնենք, որ բոլորը լինեն նույն ջերմաստիճանի, որտեղ մեկը որ մնաց արևի տակ, ինքը ուրիշ արագություն կզարգացնի, իսկ որը որ հով տեղ ա եղել, ինքը ավելի դանդաղ կկրակի, դրա համար ցանկալի է որ բոլոր փամփուշտները լինեն նույն ջերմաստիճանի ու լիցքավորելուց ուշադրություն դարձնենք, որ պատրոնիկի մեջ շատ չմնա։ Հիմա փորձենք կրակենք կարտերին, հետո կրակենք պարկուճներին, լավ։ Ամենաձախինը չի երևում։ Երկրորդին եմ փորձում։ Ճղել եմ, ինքը մեջտեղից է ճղել, ինչ հաշվում ենք էդ ինքեր անդրան, թե չէ։ Լավ, էլ չեմ կրակում իրա վրա, լավ։ Երկրորդին։ Էլի նույն ձևի։ Ինքեր անդրան, փորձեմ այդ չերևացող կարտին կրակեմ, էլի մոտավորապես։ Լավ, հասկանանք ոնց է ինքը աշխատում։ Հեսա դզեմ։ Ապրեմ ես։ Շատ ապրեմ։ Ինչ ուզում ես են կարտերն եք կտրեմ սենց սիրուն թրաշեմ կանտով կա բան, ինչա պետք։ Դե հեսա կգնանք տեղում կնայենք, բայց ոնց հասկացաք ինքը շատ ընտիր աշխատում է, ավելի շուտ հեսա կգնանք տեղում կհասկանանք էլի ոնց է աշխատում։ Գնանք նայենք ընկեր Անդրան։ Հեսա զենքը լիցքա թափեմ։ Всё։ Գնացենք։ Կրակում ենք Dasher 6 մմ պարկուճները Alpine, ինչպես ասեցինք, գնդակները Berger, իմ ամենասիրած
արտադրողն է Berger-ը, Brennlitz-ի ֆիրմեն է, 109 grain, long range hybrid target։ Տվյալ պարագայում ինքը ամենածառներն է 6 mm-ի համար, դաշերի համար կոնկրետ։ Դուրս է եկել նոր 120 grain-անոց գնդակներ, որը որ դեռ չեմ փորձել, հուսով եմ կփորձեմ։ Բայց սրանք շատ ընտիրպահում են իրանց, հեսա որիշն ենք ներքև հեռու էլ կփորձենք կրակել։ Ինքը իրականում 6 mm դաշերը նոր ենք վերցել, տենց մանրամասը չենք իրան ուսումնասիրել, բայց ինչ անում ենք, ոնց գրած է, տենց ինքը մեր արդյունքները ստանում ենք։ Հեսա քիչն ենք ներքև կփորձենք 1000 կրակել, ինքը պետք է էլի շատ լավ իրան պահի, Berger-ի գնդակները 109 grain, ինքը հենց long range է կոչվում, հեռու կրակելու համար, իսկ 6 դաշերի համար հեռուն արդեն 1000-1200 մետր ինքը պետք է աշխատի, էլի պետք է կրակի։ Հիմա հեսա նայենք մեր արդյունքները։ Ահա, խնդրեմ, սա չէր երևում, այն որ ասում եմ չի երևում, նա ինչ իդեալական կտրել է։ Իսկ սրանք թուղթ են, դե թուղթը սենց է։ Դե ոնց կպնես այս թղթին, որ բան չանի, հեսա ինքը բան արե։ Ծակել է։ Ինքը երևի սենց մի քիչ թեքություն ունեցի դրա համար, բայց ամեն դեպքում կտրել են կարտերը, հեսա, սա, էս էլ պլաստիկը։ Սրանք չտեսանք, որ կրակեինք իրականում, ուզում ենք այս պարկուշներն է կրակենք, ուղղակի չէր երևում, ոչ կամերայի մեջ չէր երևում, ոչ օպտիկայի մեջ, արևընկնումով են փայլում, այնք չէր երևում, այս ամբողջական տրուբեն էր երևում։ Ինձ թվում է սա խումբ կրակելուց շատ ավելի արդյունավետ է սենց կրակելը, որտեվ խումբը մենք ինչ-որ մի հատ կոնկրետ տեղ ենք ստանում, կապ չունի նշանակետին կպտում ենք թե չէ, իսկ սենց մենք մեր նշանակետն ենք խոցում, համել եթե փունջ չկրակի ինքը սենց չի կարող աշխատի, էլի մեկից մեկ հեսա տեսակ, որ հենց առաջ կրակոցով կարող ես խոցես։ Այսքան է, շնորհակալություն, իջնենք հիմա ներքև հեռու կրակելու համար, կփորձենք անհարմար դիրքերից 1000 մետր կրակել, որտեվ սենց իմաստ չունի էլի պարկած կրակել, հետո կհասկանանք զենքի բալանսը ոնց է աշխատում, որտեվ շա զենքի իմաստը հենց իր բալանսիրով կենա, ինքը սպորտային զենք է, ասեցի, MPA ֆիրմայի, որը աչքի անկնում իր ճշգրիտ բալանսով, իր ճշգրիտ հավաքելով ու շատ ամուր ու հուսալի շասիով։ Այսքան է, իջնենք ներքև։ Ուրեմն վերևում խոսեցինք զենքի բալանսի մասին, իր ճշտության մասին, հիմա փորձենք զենքը հարմարացնենք այնպես, որ ինքը իրան կրակի։ Մենք իրան կրակի, ասելով մենք իրան չխանգարենք, ինքը հեսա տեղավորենք, բալանսավորենք, ու ինքը իրանով կթողենք կրակի։ Մենք մենակ ձգանը կսեղմենք ու պետքավոր կպնի, ինձ թվում է պետքավոր կպնի, հեսա փորձենք։ Մեր թիրախը կապուտ գոնգն է։ Մենք զենքին չենք գտնում։ Փորձենք նենց անենք, ինքը իրան կրակի։ Հենց որ զենքը ինքը իրանով շատ ավելի լավ է կրակում, քան թե մարդն է կրակում, պետք է փորձենք չխանգարել զենքին, նմանատիպ զենքերին, որտեղ իրանց բալանսերով կեն իրանց դրամաչափը, իր դետեկան հենց հանդրած, որ իր բալանսը շատ լավ է պահում, ինքը առանց իրան խանգարելու շատ ավելի լավ է կրակում։ Փորձենք կրակել մեր 1030 մետրը, ինքը մեր փամփուշտը բավականին փոքր է չափսերով, բայց ինքը բավականին հզոր է։ Ու դա հասկանալու համար ինքը 1200 մետր մինչև պետք է որ ստաբիլ աշխատի, իր բեկան որ նայում ես կալկուլյատորով հաշվում ես, մենք քանի որ չունենք 1200 մետր, կփորձենք կրակել մեր մաքսիմումը 1035 մետր է, նոր չափեցինք, փորձենք կրակենք ու անհարմար դիրքից, պետք չի ստանդարտ պարկած դիրքով կրակենք, տեսնենք մեր զենքը ոնց կպահի իրան ու վստահ եմ, որ ինքը շատ լավ է պահելու։ Հիմա պապրավկե կտանք, սկսենք։ Ոտերով կարծում ենք մթանում։ Փորձենք կրակել 1030 մետր, փորձենք։ Մեր թիրախը գտանք։ Փածեցին, որ տեղն է խանգարում, հատեղ խոտերն են խանգարում։ Ահա, փորձենք առանց զենքին խանգարելու կրակենք։ Ահա, տեսա։ Խոցում էր, բայց ներքև էր, կարա մի փոքր վերևան է, որ ավելի լավ երևա։
Ընտիր, ունեմ էլի, ափսոս, մի հատ էլ խոցեմ, սիրում եմ ես դաշեր, շատ լավն է, հերթով կխպեմ ինչ երևում անես լավն է, փորձես Անդրեան, չէ, տեսար, շատ լավ զենքան, տրամաչափը, իրա custom հավաքած էլի շատ լավն է, MPA ֆիրմեն ինքը իրան արդարացնում է, Դա մենակ ես չեմ ասել, աշխարհի հիմնական մրցումներում սաղ սրանով ալինում եկել եմ դետեով։ Դուք ինքներդ տեսաք, համոզվեցիք, որ ընտիր զենք, ընտիր տրամաչափ, սպորտի համար, թեկուզ ինչի՞ չէ, երև որսի համար էլ, կարաք օգտագործեք, մարզվեք։ Իդեպ ժողովուրդ, ներկապային տղաները բլեքջեք են մրցում, բլեքջեկը միջազգային ստանդարտի մրցումներ է, ինքը 6 դյույմից մինչև մի դյույմ չափսի թիրախների են խոցում, այսինքն մի դյույմը 5 սանտիմետրանոց թիրախ 100 յարդի վրա, այսինքն 479 մոտիկ ու փորձում են կրակեն ժամանակի ընթացքում 12 փամփուշտ 2 րոպեում, դուք էլ կարաք, եթե ունեք դիպուկ զենքեր, ցանկանում եք մրցել, կարաք միանաք մեր տղաներին ու դուք էլ մրցեք։